Շնորհակալ եմ հանձնաժողովի հարգելի անդամներ, ես կուզենայի անդրադարձ կատարել մի քանի հանգամանքների դիմումի վերաբերյալ։ Առաջինը սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված, ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի Պարոն Երուսյան, այդ խնդրին մենք չենք անդրադարձել, որովհետև ես ասեմ մենք դիմումը չենք քննում, ես ներկայացրի երկու դրվագ, որտեղ այդ դրվագով մենք ըստ էության այդ դրվագով մենք ինքներս արդեն այսպես է քննարկելու առաջին չենք տեսնում, ավելին այնտեղ հղումներից դիմումում, որը մեր կողմից, որով վարչական վարույթի հարցում մերժվել է, ներկայացված էին հրապարակումներ, որոնք 2020 թվականի այսպես հայտարարությունն են հասարակական կազմակերպությունը եւ այս դրաներ մենք չենք անդրադառնում ես պիտի խնդրեմ ձեր կոնկրետ այստեղ միայն ներկայացնել Facebook-յան երկու գրառումների մասին է որոնց որ մենք անդրադառնում ենք այսինքն այն ես լրիվ հասկանում եմ ձեր մոտեցումը եւ ձեր մոտեցման բանը բայց երբ կասկածի տակ է դրվում մեր անաչառությունը մենք դա դիտարկում ենք նաև գլոբալ կոնտեքստում եւ մենք խնդիր ունենք նաև ցույց տալու որ մենք անաչառ ենք ոչ միայն ձևական վերջին մի քանի շաբաթը այլ միշտ եւ ուղղակի զուտ ինչ վերաբերվում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին զուտ արձանագրենք որ ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ չեմ ես համապատասխան խորհրդի անդամ եմ Ճիշտ այնպես, ինչպես քաղաքացիական պայմանագիր Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցության որոշ ներկայացուցիչներ եւ այդ խորհրդի անդամ լինելը չի կարող մեկնաբանվել որպես այս կամ այն ուժի աջակցում։ Թե չէ կստացվի, որ այդ իմ վերայնիշալ կուսակցությունների ներկայացուցիչներն են այդ ուժին աջակցում, ինչը բնականաբար այդպես չի։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրումներին, ապա ասեմ, որ Մարզահամերգային համալիրի մոտ տեղի ունեցող բողոքի գործողությունը, որը եղել է ուրեմն մայիսի սկզբին, որովհետեւ կուսակցության կազմակերպած միջոցառում չէր, մենք ստուգել ենք Երևանի քաղաքապետարանի իրազեկումների բաժինը, որպես լիազոր մարմին հավաքների ազատության տեսանկյունից, որովհետեւ կուսակցությունը այն չէր կազմակերպել, իհարկե այնտեղ կարող է լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց Որովհետև կուսակցությունը այն չէր կազմակերպել, այն կազմակերպվել էր ոչ թե որևիցե կուսակցության օգտին կամ որևիցե կուսակցության դեմ, այն կազմակերպվել էր, որպեսզի քաղաքացիները հասցեագրեին ոմանք իրենց բողոքը, ոմանք իրենց խոսքը եվրոպական ուրեմն դիվանագիտական ֆորումի մասնակիցներին։ Եվրոպական դիվանագիտական ֆորումը չի հանդիսանում Հայաստանի ընտրություններին մասնակցող կուսակցություն, հա Ես ենթադրում եմ, որ ոչ Վոլոդիմիր Զելենսկին, ոչ Էմանուել Մակրոնը տեխնացուներ չեն, որովհետև ցուցակով ընտրություններին մասնակցող, եւ իրենց օգտին կամ իրենց դեմ արտահայտվող քաղաքացիները, այդ քաղաքացիների բողոքը, որովհետև երբ կապ չունի նախընտրական process-ի հետ, այդ թվում այդ քաղաքացիների արտահայտած մտքերի վերաբերյալ կարծիքի արտահայտումը, իմ կողմից կարծիքի արտահայտումը, որովհետև կապ չունի ընտրությունների հետ։ Եվ մեր համար սկզբունքային է, որ բոլոր դիտորդները, այդ թվում նաև իրազեկ քաղաքացիների միավորման բոլոր աշխատողները, սկզբունքայինորեն իրենց դիրքորոշումը չարտահայտեն որևիցե քաղաքական ուժի կազմակերպած հավաքի հետ։ Եվ եթե դուք նկատել եք, մենք տարբեր քաղաքական ուժերի հավաքների դիտարկում ենք իրականացնում, դրանց քանակն ենք հաշվում եւ երբեք չեք տեսնի որովհետեւ վերաբերմունք այդ ուրեմն հավաքների հաշվարկի հաղորդագրությունների տարածման կոնտեքստում։ Երբեք ոչ դրական, ոչ բացասական վերաբերմունք, որովհետեւ ուժի հավաքի նկատմամբ, հավաքի մասնակիցների, հավաքի ժամանակ հնչեցված մտքերի, տարածված տեղեկությունների, ելույթների մասին դուք չեք տեսել եւ չի կարող լինել ոչ իմ կողմից, ոչ իրազեկ քաղաքացիների միավորման որևիցե աշխատակցի կողմից նման բան ուղղակի բացառված է նույնիսկ լայքի մակարդակով։ Ես մի այստեղ քան որ որպեսզի ես մի անգամ տեսեք Դիմատուն ասում է, որ այդ պահին այդտեղ է եկել թեկնածուներից, եթե չեմ սխալվում, Թաթյանը, այստեղ դիմումում Պարոն Հովհաննիսյան, ես չեմ բացառում, որ այդտեղ եղել են ինչ-որ տարբեր ուժերի ներկայացուցիչներ,
Այդտեղ 300 հոգի մարդ ա եղել, այդ 300 հոգին եղել են Պարոն թույլ տվեք հարցս հնչեցնեմ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք, այսպես ասենք, նաև արձանագրման համար, դուք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին այնտեղ նկատել եք, քաղաքական գործիչներին, այսպես ասեմ, թեկնածու քաղաքական գործիչներին, նկատում եմ, ես ինչ ես ուզում եմ հասկանամ, թե դուք գնահատականը հնչեցնելուց դա, այսինքն տիրապետել եք այդ տեղեկությանը, որ այնտեղ կան նաև թեկնածու քաղաքական գործիչներ։ Պարոն Հովակիմյան, իմ հրապարակային խոսքում չի եղել որևիցե բան, որևիցե թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ դեմ, ես չգիտեմ այնտեղ որ ուժերն են մասնակցել, ազնվությամբ չգիտեմ, ենթադրում եմ, որ ասում են եղել է օրինակ Թաթոյանը միգուցե եղել է, չգիտեմ, եւ երկրորդը իմ հրապարակման հետ ես տարածել եմ աերոֆոտո նկարահանման արդյունքում ստացված լուսանկարը եւ ինչպես կարող եք գլխի ընկնել մի քանի 100 մետր բարձրությունից դժվար թե Երևան քաղաքական գործիչների դեմքեր եւ հնարավոր լինի ասել թե այդտեղ որ քաղաքական գործիչ է եղել է, որ քաղաքական գործիչը չի եղել, ակնհայտորեն դա հնարավոր չի որևիցե կերպ գնահատել։ Նորից իմ հրապարակային խոսքը ուղղված է եղել եվրոպական քաղաքական համայնքի եվրոպական դիվանագիտական գագաթնաժողովի վերաբերյալ եւ դրա շուրջ քննադատության վերաբերյալ որևիցե պարագայում այն չի եղել որևիցե կուսակցության մասին իմ հրապարակային խոսքի մեջ այդտեղ չի եղել որևիցե կուսակցության անուն, անվանում, թեկնածուի անուն, նույնիսկ ակնարկ ինչ որ թեկնածուի չի եղել եւ չէր կարող լինել, որովհետեւ դա մեր համար սկզբունքային հարց է։ Պարոն Հովակիմյան, ի տարբերություն օրինակ դիմոմատու կազմակերպության, թե վարույթը կոնկրետ դիմումով չի ձեր նախաձեռնությամբ է, բայց ամեն դեպքում քանի որ առիթը երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության դիմումն է, որը միջև բոլորովին վերջերս Հայաքվեի անդամ էր եւ իր դիտորդների ցանկում ներառված անձինք միջև հիմա անձանցից ոմանք Հայաքվեի կայքում նշված են որպես Հայաքվեի դեմքեր եւ Հայաքվեն ապրիլի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրում ընտրություններին մասնակցող կուսակցությունից մեկի հետ ի տարբերություն իրենց մենք նման բաներ չենք անում մեր համար չեզոքությունը ոչ միայն ձևական ընտրական օրենսգրքի պահանջների Հայաքվեն քննարկել ենք նոյեմբերի 2020 թվականի նոյեմբերի 15-ին բայց մեր համար չեզոքությունը դա ոչ միայն ընտրական օրենսգրքի ձևական պահանջների բավարարման հարց է մեր համար չեզոքությունը պրինցիպիալ հարց է Ինչ վերաբերում է, եթե թույլ կտաք մյուս հարցադրման, այնտեղ երկու մեջբերում էր, չէ։ Մյուսը վերաբերվում էր ապատեղեկություններին եւ ուրեմն դա ներողություն, Ռուսաստանի մասին էր, Ռուսաստանի Դաշնության։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ստեղ կուսակցություններ ունի, կներեք դա իմ գնահատականն է եւ ես չեմ ասում, որ ես ձեզ հիշեցնեմ, որ այսպես ասենք Եթե դուք այդպես շարունակեք, դուք ըստ էության ձեր նախորդ ասածին հակառակ խոսույթ Պարոն Հովակիմյան, ես որ մեր քաղաքական ուժերի կուսակցությունների մասին ոչ լավը, ոչ վատը, ոչ լավը կամ ոչինչը, պարոն Հովակիմյան, խոսքս եղել է Ռուսաստանի Դաշնության մասին։ Ռուսաստանի Դաշնությունը այո, տարբեր գործողություններ իրականացնում Հայաստանի ընտրությունների միջամտության, Հայաստանի ընտրությունների ապալեգիտիմացման, Հայաստանի ընտրություններում այո, իր նախընտրած ուժերի առաջ մղման համար, բայց խոսքս վերաբերվում է ոչ թե հայաստանյան կուսակցություններին, այլ Ռուսաստանի Դաշնության եւ Ռուսաստանի Դաշնության կատարած գործողություններին։ Եվ դա, երբ որ մեկնաբանվում է այս կամ այն կուսակցության օգտին կամ դեմ, ապա պետք է հստակեցվի, թե որ կուսակցության մասին է խոսքը։ Օրինակ դիմումատուն հստակ պատկերացնում է, թե երբ որ ես ասում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այս ինչ բանն է անում, դիմումատուի պատկերացմամբ հստակ է, որ դա X կուսակցությունն է, հա? Դիմումատուն իդենտիֆիկացնում է, որ երբ որ ես քննադատում եմ, դիմումատուն երբ որ չէ, զուգահեռ եկեք մի բան լսեք։ Այս դեպքում մենք ենք քննարկում ու դուք դիմումատուի հետ հարց բարձելու այս բaragայում չունեք։ Դուք
դուք ձեր կարծիքը ներկայացնում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն ունենա որոշում կայացնելու։ Ես պիտի ձեր հորդորեմ, իհարկե խոսքի ազատությունը որոշով չի սահմանափակում, բայց ամեն դեպքում մենք գանք այս մեր վարույթի շրջանակներում եւ փոխադարձ դիտորդական առաքելությունների փոխադարձ քննադատությունները, եթե կլինեն փաստեր, մեկ-մեկու նկատում եմ դրական օրենսգրքի առերևույթ օրինակ խախտում կամ կասկածվոր խախտումը, դա պիտի խնդրեմ, որ դիմումով ներկայացնեք եւ ընթացակարգները շատ լավ գիտեք։ Ես ամբողջությամբ համաձայն եմ եւ այդ առումով ասեմ, այո, մեր մոտեցումն այն է, որ Ռուսաստան Դաշնությունը փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններին, մեր մոտեցումն այն է, որ դրան պետք է հակազդել, այդ գործողություններին պետք է հակազդել, մեր մոտեցումն այն է, որ այդ հակազդեցությունը որևիցե պարագայում, որևիցե ուժին աջակցելու կամ խանգարելու մասին չէ։ Հարգելի հանձնաժողով, դիտորդների գործունեությունը կարող է բխել որևիցե ուժի շահերից կամ շահերին դեմ։ Երբ որ պայմանական իրավիճակ ներկայացնենք, դիտորդը ընտրատեղամասում կանխում է խախտում։ Խախտում են ուզում ինչ-որ մարդիկ անել, դիտորդը տեղամասում խախտումը կանխում է։ Այն, որ դիտորդը խախտումը կանխում է, իհարկե խախտում անող ուժի շահերին դեմ է, մյուս ուժերին, որոնք որ այդ խախտումից բնականաբար ուժելու էին, մյուս ուժերի շահերից բխող է։ Բայց արդյոք դա նշանակում է, որ այդ դիտորդը իր չեզոքությունը կորցրել է։ Իհարկե ոչ, որովհետև դիտորդի նպատակը խախտման հակազդեցությունն էր եւ ոչ թե որևիցե ուժին նպաստելը կամ որևիցե ուժին խանգարելը, կամ առավելևս որևիցե ուժին օգտին կամ ի վնաս քարոզելը։ Նույնն է այս դեպքում։ Իհարկե, եւ ես ուրախ եմ, որ այս քննարկումը ավելի գլոբալ բնույթ է ստանում եւ ոչ թե զուտ մի հայտարարության մասով։ Իհարկե, երբ որ դիտորդը պայքարում է որևիցե օտարերկրյա միջամտության դեմ, դա որոշ ուժերի շահերից կարող է բխել, որոշ ուժերի շահերին կարող է համընկնել։ Այն ուժերը, որոնք որ այդ օտարերկրյա միջամտության հնարավոր շահառուն կլինեին, իրանք բնականաբար երջանիկ չեն լինի, որ դրանից որ այդ միջամտությանը հակազդեցություն կա, այն ուժերը, որոնք որ այդ միջամտության արդյունքում կարող է ուժեին, բնականաբար ուրախ կլինեն, որ այդ միջամտությանը հակազդեցություն կա։ Ամբողջությամբ նույնը վերաբերում է իրավապահներին։ Երբ որ իրավապահները գործողություններ են կատարում այս կամ այն ընտրախախտում կատարողի դեմ, բնականաբար այդ ընտրախախտումը ինչ որ կուսակցության օգտին է արվում, եւ երբ որ իրավապահները այդ օրինակ այդ անձանց ձերբակալում են, չգիտեմ, կալանավորում են եւ այլն, բնականաբար այդ կուսակցությունը դրանից երջանիկ չի լինի եւ այդ կուսակցությանը դա կոպիտ ասած վնաս է, մյուս բոլոր կուսակցություններին դա օգուտ է։ Բայց արդյոք իրավապահները դա անում են, որպեսզի նպաստեն այս կամ այն կուսակցությանը։ Իհարկե ոչ, այստեղ պետք է նպատակից ելնել։ Շնորհակալություն։